հյուսնոնց մարկ մահերի, նույն ամուսնուս Կոպյանը 94-ին այդ առաջի պատերազմի ժամանակ իմ պապաս էր զոհվել, անհայտ կորել էր։ Ու մամաս դժվարությամբ մեզ պահեց, մեծացրեց։ Գիտեք, արդեն այդ փոքրուց էր մի քիչ այդ ցավը, արդեն այն որ արդեն հույսը արդեն վсё գցում ես։ Ու էս էլ արդեն, չգիտեմ, ոնց որ վերջն էր արդեն։ Պետքա որ արդեն սաղ վեշեր հավաքած, պատրաստած, միասին մեր ամենապուճուր, չգիտեմ ինչ մանրուք վերցրեցինք, սաղ հավասար միասին տոպրակների մեջ դրեցինք, դասավորեցինք ու ամեն ինչ պատրաստ էր, մնում էր որ վсё մեքենայի մեջ լցնեինք բենզին, որտեվ չկար։ Ու այդ էր մնում որ լցնեինք վсё, միանգամից շարժվեինք։ Դե բենզինն էլ էտա։ Այդ նույն օրը ամսի 25-ին գնաց որ 5 լիտր, ասեց 5 լիտր որ վերցնեմ, գոնե մինչև Գորիս կկարողանան գնալ, որտեղ մեջը մի քիչ կար։ Չգիտեմ, ով զանգեց, ասեց, որ Մհերն է ձեր հեռախոսը համարը տվել ամուսինս, որ զանգեմ ձեզ։ Ինքը միջև այդ ի վիճակի էր, խոսում էր։ Ասեցի Մհերը որտեղ է, բա Խոջալու հիվանդանոց։ Ասեցի ես ոնց կամ արժե իմ գալը, ասեցին չէ, որտեղ ինձ տեղափոխում են հիվանդանոց, Ստեփանակերտի հիվանդանոց։ Գնացինք հիվանդանոց։ Մեր հարևանի ամուսինն էլ չկար, միասին, ասեցինք, միասին էին գնացել այդ բենզինի համար։ Միասին գնացինք, սաղ հիվանդանոցներով մեկ-մեկ չէին թողնում, որ մտնեինք, ասեցինք, այնտեղ կանչեցին, որ պետքա ինչ-որ այդ ջուրը ընտե հիվանդանոցի մաքրեն արյուն, ասեցինք, մենք կգանք կմաքրենք, մենակ մտնենք դե, գոնե կիմանանք, բերում են, թե չէ, մեկ-մեկ հիվանդասենյակներով գնացինք, մեկին բացում ենք, արդեն չկա, մեկը անճանաչելի, ու տենց, հետո բարձրացեց, որ ինան թողում են Խոջալու, շատ ծանր էր վիճակը, ինչ-որ ապարատներ էին արդեն միացրել, որ դրանով էր շնչում։ Հաջորդ օրը ես ասեցի, լավ, մեքենա բռնեցինք, գնացի հասա Խոջալու, տեսնում եմ վերակենդանացման բաժնում մենակ Մհերը պառկած, այդ բաներով։ Ասեցին, մի մոտիկացեք, տանում ենք բան, այրապորտ, որ ընդեղից տեղափոխեն Երևան։ Հասցրեցին միջև ստե ու 2 օր ինքը ապրեց, հետո չդիմացավ, մի քանի անգամ սիրտը կանգնել էր, վերակենդանացրել են, բայց այս անգամ երրորդ անգամ արդեն չդիմացավ։ Ես գնացի իր մոտ, իրան տեսա, հենց արդեն տուն հետ վերադառնալու ճանապարհին զանգեցին, որ մահացել է արդեն, չդիմացավ։ Մեքենա գտել ենք, բանալին չկար պրոստը, թողեցինք Հայաթում կանգնած։ Ինքը ընկերոջ մեքենայով էր գնացել, մեր մեքենան թողել էր, բայց բանալին իր գրպանն էր մնացել։ Մենք որ տեղափոխվեցինք այդ տուն, ինքն էր սաղ իր ձեռքով սարքել, մեր ուզած ձևով, մի մաս պատրաստ էր, մի մասն էլ մենք միասին, միահամուռ, մեր ուզած ձևով, մեր ընտրած ամեն ինչով, սաղ միասին արեցինք։ Վերջին օրը հիշում եմ, այդ նույն մինչև այդ բենզինի տեղը գնալը, նայում եմ, տեսնում եմ Մհերը սենց նստել է, ու զգում եմ, որ չի խոսում, ինչ որ տարօրինակ է, մոտիկացա, տեսնում եմ լացում է։ Սենց գրկեցինք իրար, ասում եմ ես լացում, տղամարդ տեղով արտասունքները գնում էր։ Ինչ ա եղել Մհեր, ասում եմ միասին այսքան արել ենք, չարչարվել ենք, մեր դրածը, ասես շատ աբիգտի է, էլի խի պետք է սենց լիներ, սենց դասավորվեր, ասեցի ոչինչ, նայի, ասում եմ, այս դիվանի շորն եմ վերցնում, էս էլ եմ վերցնում, ուր գնանք, ես մեր նույն ույուտը կստեղծեմ։ Դից իրար գրկեցինք։ Հետո մեկ էլ ինձ ինչ ասեց, մի օր առաջ էլ, գիտես, ասում է, ես քեզ մի բան եմ ասում, որ ինչ էլ որ պատահի, մի օր առաջ գիշերը պառկացեք։ Ինչ էլ որ պատահի, դու մենակ մի բան իմացի, ինչ իմանամ Մհեր։ Ասում է, ես ինչքան որ սաղ կյանքս ապրել եմ,
Դու իմացի, որ այս 3 տարին է, որ ես ապրել եմ, ու այդ ինձ հերիք է ասեց, եթե չապրեմ էլ իր խոսքերը, ու այդ ինձ հերիք է, դու իմացի, որ իմ կյանքը ես ապրել եմ։ Ամուսինս Հյուսնուցմահերը զինվորական էր, նոր էր մտել բանակ, 3 ամիս առաջ էր։ 3 ամիս էր ծառայում, ինքը աշխատում էր Hello Trust կազմակերպությունում, ահագին 5-6 տարի ընդ է աշխատեց, հետո այդ նոր էր, որ այդ մեկը թողեց, Hello Trust կազմակերպությունը շատ էդ էլ էր վտանգավոր, այդ իր աշխատանքն էլ էր շատ վտանգավոր, դե իրանք սապյորը չէ, բաներ էին ման գալիս։ Տեղից դուրս եկա, որտեվ շշուկներ էին գնում, որ պետքա կապվի այդ կազմակերպությունը, ստիպված դուրս եկա, մտավ բանակ, չնայած նրան, որ ընդհանրապես մեր սրտով չէր բանակը, որտեվ կյանքի հարց էր։ Ամեն օր, ամեն վայրկյան կարող է մի բան լիներ ու հաստատ կտեղափոխեին իրանց, կտանեին։ Ու տենց բայց գնաց։ Ինչի համար գնաց, անկեղծ համընդե աշխատավարձներ բարձր, իսկ ես վերջերս երևի տեղյակ եք, որ Ստեփանակերտում, Ղարաբաղում շատ դժվար էր, այս բլոկադան, որ անկավ, շատ դժվար էր ապրելը։ Չնայած նա որ բան չկար, բայց ահա որ արդեն այն եղածն էլ ահա որ մեծ բան գներ էին ու չէինք հասցնում։ Դրա համար ստիպված մտա բանակ, որ աշխատավարձը գոնե մի քիչ բարձր լինի։ 3 հոգի էինք մեր ընտանիքում ապրում, ես, ամուսինս ու մեր բալիկը։ Այդ օրը ես հիշում եմ, դե իրանք համարյա քաղաքի մեջ էին թուրքերը։ Քաղաքի մեջ էին, այդ նույն օրը մամաս լացելով, դե ընդ ոչ կար, ոչ էր, մամաս լացելով իրանց տուն էլ հեռու էր, եկավ, որ մենք Քուրիկիստանն էինք, բա ասում է դուք տեղյակ չեք, քաղաքում ինչ ա կատարվում, եկեք սենց հանգիստ տանը նստել, մամ ինչ ա կատարվում, հա հաց էինք թխում, փեչերը դրած հայատները հաց էին թխում արդիկ, բա մամ ինչ ա կատարվում, բա ես ասում հրապարակից եմ գալիս, ահա որ վիճակը ասում թուրքերը հասել են արդեն այդ Զիվյատի դպրոցն էլ իրանց տան մոտերն է, ասում մենք զորով ենք ընտեղից դուրս պրծել, այդ կրակոցներից շատ մոտիկ ասում կրակոցներից փախել ենք, թողել ենք ինչ կա ոնց ասում սաղ մեկ այն հիվանդ մարդը ասում մեկը մյուսին քաշ տալով եկել հասելա որ գոնե հասնի միջև հրապարակ, որտեղ լրիվ մոտիկ էր ասում մենք բոլորս արդեն այն ամենածանր բաներն էինք պատկերացնում, մամաս այդ վիճակում հասա, որ հեսա մտնելու են քաղաք արդեն, դուք իջանք նորից նկուղ, միջև որ արդեն սենց մեկներ բանով կապեր փորձում գտնել, որ մի բան կարդա, գոնե դադարեցնեն, գոնե չմտնեն հանկարծ։ Դե հետո պարզից էլ պարզ էր բոլորին, որ արդեն ամեն ինչ հանձնած էր, всё, էլ տարբերակ չունեինք, պետքա ազատենք քաղաքը։ Դրա համար արդեն սա գիտակցաբար հավաքում են, ով հասցնում էր, ով քաղաքում էր, արդեն կամած ինքը իր բաները սա հավաքում էր, այն ինչ որ պետքա վերցներ, իսկ շատ գյուղացիներ դաժե չեն հասցրել, որտեղ արդեն տարբերակ չկա, միանգամից տեղահանեցին բոլորին։ Բլոկադայի ընթացքն էլ անկեղծ դժվար էր իրոք, արդեն որ զգում ենք, մի պահ այն սկզբնական շրջանում ասում ենք, դաժե լավ է, որ բլոկադայա կկարողանանք ինչ-որ գումար պահենք, ոչ մի բան չառնենք, հետո բայց զգացինք, որ արդեն լրջանում է, իրոք արդեն դատար կա, բան չկա, դժվար է երեխուդ համար ինչ-որ բան գտնելը, արդեն զգացինք այդ ամեն ինչի լրջությունը, շատ դժվար էր։ Մարդկանց տենում էին տարիքով մարդիկ են, հացի համար որ սարքեցին տալոնով, ամեն շնչին կես հաց, ես հա օրինակ մեր տանը այդքան չէ, բայց այն մյուս ընտանիք որ անդադ հացի պակասը զգում են շատ են, մարդիկ լացում են հերթերում կանգնած, շատ աբիդնի է, շատ դժվար էր այդ ամեն ինչը տեսնելը, բայց հաղթահարեցինք մենք միասին։ Ամուսինս օրինակ գիշերով արդեն որ գնում էր սպիսկ էին անում, այդ որ հերթը օրինակ 300 քանիսն է, ինքը պետքա 3-ից կես օրինակ մոտիկանա այդ փուր որ վերցնի։ Այնց հելում էր գնում էր որ հաց բերի գիշերով։ Դաժե հիշում եմ գիշերով բերում էր այդ տաք հացի այդ հոտը, նստում են գիշերով ուտում, բայց դաժե այդ շատ հաճելի էր։ Այն գյուղացիներն էլ բերում էին այն բերած բաներն էլ որ գյուղից ինչ որ կարողանում էին բերեին, շատ թանկ էին դնում, բայց մենք դաժե գիտեք հայը հայի
համար, որ տենց այդ դժվար պայմաններում, այդ չգիտեմ, էդ էլ է շատ աբիդնի, մեզ այնտեղից այդ բանը չգիտեմ, որ խի ալյուր էինք ուզում վերցնեինք, որ զուտ հացի համար, մեզ ասեցին, որ մեր շոկը 90,000-ով կարող ենք տալ։ Մենք այնքան շեշտել ենք, որ թեկուզ բլոկադայի մեջ լինեինք, թեկուզ չգիտեմ, դժվարություններ էինք տեսնում, բայց այնքան սենց մեր սրտները սենց կոտրված չէր, թեկուզ հացի հերթ էին գնում, ես համաձայն եմ, դաժե այդ բլոկադային կյանքին եմ համաձայն, բայց բոլորս միասին, ոչ մեկը պակաս չլինի ընտանիքից, էլի համաձայն եմ դրան, զատո երջանիկ էինք, իրար ուժ էինք տալիս։ Արցախից, որ արդեն հասանք Երևան, մեր ծանոթների, էլի բարեկամների շնորհիվ մենք սկզբնական այդ առաջի 2 օրը գնացինք Ստեփանավան, մնացինք ընդեմ Ստեփանավանից հետո, քանի որ շատ հեռու էր Ստեփանավանը, մեզ էլ դեն ձեռնտու չէր, որտեվ քուրիկիս ամուսինը հիվանդանոցում էր, ու սկզբնականում ես այն մտքով էի, որ մահերս կապրեր, ես էլ իրանք գնամ ամեն օր կայցելեմ։ Մի քիչ ավելի մոտիկ տուն գտան Արտաշատի Մրգավան գյուղ ու քանի որ ընդեղ էլ պայմանները մի քիչ այն չէին ու հետո էլի իրանք փնտրում էին մեր փոխարեն որ կօգնենք ձեզ մինչև էլի մնացեք տեղ մինչև էլի մի բան կմտածենք հա այդ շրջանում մամաս պապաս գնացին այդ Արտաշատի ընդե զանգեցինք ասեցին հա եկեք ձեզ կտեղավորենք էլի գնացին մամաս պապաս ընդե вообще հնարավոր չէր ասեց ոնց որ սադիկի նման տեղեր, սաղ սենց կոյկանները դրած շարքով, մի 3 շարքով, տենց հնարավոր չէր։ Դրա համար հետո նորից օգնեցին, մեկ էլ իրանք գտան այս տունը, այդ մեր ծանոթները։ Մեկ էլ Արտաշատից տեղափոխվեցինք ստե։ Ճիշտ ավարձը շատ թանկ է, 350,000 դրամ։ Միակ հույսը, միակ, չգիտեմ, այն որ լույսը, որ կա, այն որ կարողացել ենք վերցնել մեր հիշողությունները։ Կոնկրետ ես իմ ընտանիքի հետ կապված, իմ ամուսնու հետ կապված, իմ հիշողությունները իմ հետ է միշտ, այն բաները, որ մեզ շատ թանկ էին։ Գոնե այդ մեր անցյալով, մեր, չգիտեմ, այդ ապրած օրերով պետքա ապրենք, պետքա գիտակցում եմ, որ ամուսնուս հետ չեմ բերի, պետքա ես առաջ նայեմ բալիկիս համար, միջև արդեն չգիտեմ կհասկանանք։ Երևի կյանքը ցույց կտա հետո ինչ անենք, ցանկանայի վերադառնայի, եթե ամուսինս կողքս լիներ, առանց իրան, չէ։ Մեր ապրած, մեր կյանքներն դե, մեր ուրախ օրերը, մեր, չգիտեմ, ամեն մի հիշողություն, մանկություն, դեռ Շուշին, Ստեփանակերտ